Ընդհանրապես ես ձեզ ասեմ ինչ էր կատարվել։ Ուրեմն թատրոնը մեկնել էր Իջևան գաստրոլների։ Ճանապարհին փչացել էր այդ մեքենան, որը որ դերասաններին պետք է հետ բերեր։ Ճախմաղճյանը թողել էր դերասաններին փողոցում ու ինքը վերադարձել էր իր մեքենայով։ Դերասանները ով ոնց կարողացել էր մի կերպ հասել էր տեղ եւ տեխրեժ Անահիտ Աղաբեկյանը եկել էր եւ սկսել էր վիճել Ճախմաղճյանի հետ։ Ու իրենց մեջ շատ տահաճ վեճ էր առաջացել։ Եվ Անահիտ Աղաբեկյանը ինչ որ թերթում չեմ հիշում թերթի անունը, շուրջ բան էր տվել, ինտերվյու էր տվել եւ հարցազրույց եւ ասել էր, որ իբր թե թատրոնում 10 հոգուց 7 հոգին հոմոսեքսուալիստ են։ Եվ սրանից հուզված թատրոնի ղեկավարությունը ժողով կազմակերպեց, որպեսզի դատապարտի Անահիտ Աղաբեկյանին։ Դե ինչ իրավունքով է նա այդպիսի բան ասել։ Ես իբրև թատրոնի աշխատակից նախ իմացա ժողովի մասին եւ ասեցի որ ծիծաղելի է նման ժողով կազմակերպելը, նման թեմաներով խոսելը ընդհանրապես չի սազամես, պետք չի նման թեմաներով խոսել։ Չլսեցին կազմակերպեցին ժողովը եւ գիտեք հարցի ինչու էր։ Եվ այդ ժողովի ժամանակ մեծամասամբ այն մարդիկ, որոնք մեղադրվում են այդ հոմոսեքսուալիզմի մեջ, այս մարդիկ սկսեցին հերթով ելույթ ունենալ եւ բոլորը սկսեցին դատապարտել եւ պահանջել, որ թատրոնից հեռացնեն այդ աղջկան։ Ես իբրև թատրոնի աշխատակից ինքս չդիմացա, տեղից վեր կացա, ասեցի, սա ձեզ համար 37 թիվը չէ։ Եթե դուք գտնում եք, որ Անահիտ Աղաբեկյանը սխալ է արել, դրա համար կա դատականացիան, տվեք դատի, պահանջեք, պատիվ եք պահանջում, ինչ եք անում, եթե դուք իրոք այդպիսին չեք, եւ վերջապես սա այդ թեման չի, որ կարելի է խոսել, բայց եթե դուք գտնում եք, որ բաց պետք է խոսվի այդ մասին, տվեք դատի եւ ամեն ինչ թող պարզ լինի։ Իհարկե իրենք դատի չտվեցին, մեծ աղմուկ եւ սկսվեց թշնամությունը իմ նկատմամբ։ Ամեն տարվա վերջին նա ինձ մի հատ բան ուղարկում, որ ձեր թատրոնը կարիք չունի նկարիչ բեմադրողի, կամ թատրոնը նկարչի կարիք չունի, հետաքրքիր է իսկ ով անելու այդ գործը։ Դրանք ծանոթություններ են եղել։ Ծանոթություններ, որ թատրոնը մի ծանոթությունն էլ ես տվել եմ, այ։ Քանի ծանոթություն եք ստացել։ Ամեն տարի։ 2007-ից։ Ահա, 2007-ից, 2008-ից ամեն տարի ծանոթում է ինձ գալիս։ Մի անգամ մարզպետը սա շատ փիս անպատվեց իրան, շատ փիս անպատվեց, որ սա անհետեթություն է, նախկին մարզպետը, ես ինչեր եք գրել։ Սա ծիծաղել է, ոնց թե թատրոնը կարիք չունի նկարիչի։ 10 թվականին նա առանց ինձ վարձատրելու առանց որից մի բանի 2 ամիս ես չաշխատեցի 10 թվականին։ Հետո մարզպետի միջամտությունից հետո սա ներողություն խնդրեց ու ընդունեց այլի աշխատանքի։ 11 թվականին նույն բանը կատարվեց։ Հիմա էլ ուղարկել է, որ գրություն է ուղարկել, որ թատրոնը կարիք չունի նկարիչ բեմադրողի, թատրոնին պետք չի նկարիչ բեմադրող։ Երբ եք ստացել։ Ստացել եմ մոտավորապես ամիս ու կես առաջ ստացել եմ այս գրությունը, որ հունվարի 1-ից իմ շտատը կրճատում է, որովհետև թատրոնը դրա կարիքը չունի։ Հետաքրքիրը ով է անելու այս գործը։ Բազմիցս իրանց ղեկավարությանը ես ասել եմ, եթե կա մեկը, որ ինձանից լավ գիտի նման գործը, այս գործը, ես խնդիր չունեմ, կարող եմ թողնել գնալ, թող անեն։ Ավելի լավ, երիտասարդներին միշտ ճանապարհ պետք տալ, բայց քանի դեռ չկա, ես պետք է աշխատեմ։ Սա է ամբողջ հարցը։ Եվ միակ հարցը նրանում է, որ իմ ուզածս ընդհանրեն այն է, որ թողնեն ես ներկայացումներ ձևավորեմ։ Էսա ամեն տարի ես գրություն եմ գրում իրար, որ խնդրում եմ ինձ ապահովել աշխատանքով։ Պարոն Մեսրոպյան, իսկ դիմել եք աշխատանքի տեսչություն։ Դիմել եմ աշխատանքի տեսչություն։ Հիմա այս վերջի այն անգամ դիմեցի եւ շատ լավ պատժեցին իրան, որովհետեւ Էնձևի սխալներ էր արել, որից հետո նա իհարկե դե ոսկե մեդալ ստացավ։ Բայց այս անգամ էս էլ մի հետաքրքիր բան է, աշխատանքային տեսչությունը հիմա վերակազմավորվում է
եւ աշխատանքային տեսչությունը մտցրել են առողջապահության նախարարության կազմի մեջ։ Հիմա սրանք վերակազմավորման շրջանում են, որոնք այս process-ը ավարտելուց հետո անպայման կզբաղվեն այս հարցով, եւ դատական գործ են հարուցելու իր վրա, որ ինքը ինձ իմ առողջության այս ձևի բաները պատճառել։ Անպայման պետք է պայքարել միջև վերջ։ Պարոն Մեսրոպյան, ամեն դեպքում լուրեր շրջանառվում են, որ Աբելյանի անվան թատրոնը Վանաձորի, նույնիսկ մի քիչ կոպիտ եմ ասում էին, որ հոմոսեքսուալիզմի որջ է դարձել։ Նման խոսակցությունները արդեն մի քանի տարի է շրջանառվում են, ինչ կասեք այդ մասին։ Ճիշտն ասած, նման ես էլ եմ շատ լսել։ Դե գիտեք ոնց է, Մել Բրուկ կա, ամերիկական շատ հայտնի դերասան, կատակերգու, սա մի շատ լավ բան ունի ասած, եթե ընդհանրապես ես ձեզ ասեմ ինչ էր կատարվել, ուրեմն թատրոնը մեկնել էր Իջևան, գաստրոլների, ճանապարհին փչացել էր այդ մեքենան, որը որ դերասաններին պետք է հետ բերեր։ Ճախմաղճյանը թողել էր դերասաններին փողոցում ու ինքը վերադարձել էր իր մեքենայով։ Դերասանները ով ոնց կարողացել էր մի կերպ հասել էր տեղ եւ տեխրեժ Անահիտ Աղաբեկյանը եկել էր եւ սկսել էր վիճել Ճախմաղճյանի հետ։ Ու իրենց մեջ շատ տահաճ վեճ էր առաջացել։ Եվ Անահիտ Աղաբեկյանը ինչ որ թերթում չեմ հիշում թերթի անունը, շուրջ բան էր տվել, ինտերվյու էր տվել եւ հարցազրույց եւ ասել էր, որ իբր թե թատրոնում 10 հոգուց 7 հոգին հոմոսեքսուալիստ են։ Եվ սրանից հուզված թատրոնի ղեկավարությունը ժողով կազմակերպեց, որպեսզի դատապարտի